Հարգելի հեռուստատողներ, այսօր հեռանկարի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Իհարկե խոսենք հիմնականում ընտրություններից, նախընտրական շրջանից եւ որոշ չափով նաեւ Ուժեղ Հայաստանի նախընտրական, հատկապես տնտեսական ուղղության ծրագրերից։ Բայց սկսենք դաշինքից, որովհետեւ կարծես թե շատ երկար ժամանակ խոսվում էր կամ լուրեր էին պտտվում կամ ուղղակի ասվում էր, որ դաշինք չի լինելու, Ուժեղ Հայաստանը միայնակ է մասնակցելու իր սեփական ցուցակներով, բայց հետո պարզվեց, որ ստեղծվում է դաշինք։ Ես ուզում եմ հարցնել, թե ի սկզբանե մտադրություն կար դաշինք ստեղծելու, թե ի սկզբանե մտադրություն կար միայնակ մասնակցելու, հետո նոր ժամանակի ընթացքում ծնվեց դաշինքի գաղափարը։ Հիմնականում մենք բաց ենք նոր ուժերի հետ համագործակցության։ Ինչու ենք ասում նոր ուժերի, այն ուժերը, որոնք արդեն իրենց ուժերը փորձել են Հայաստանի կառավարման մեջ, արդեն ցույց են տվել ինչ հաջողություն կամ անհաջողություն ունեն իրենք եւ ինչ արդյունք են բերել Հայաստանի համար մինչեւ այսօր։ Նոր ուժերին պետք է հնարավորություն տրվի մտնել քաղաքական դաշտ, մտնել պետական համակարգ եւ փորձել փոփոխություններով ապացուցել, որ հայկական քաղաքական համակարգը ունի մեծ ապագա։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ի սկզբանե դաշինք կազմելու գաղափար եղել է։ Մենք բաց ենք միշտ եղել, մեր հասարակությունը միասնականության միշտ կողմնակից է եւ բաց ենք եղել միասնական ճանապարհով գնալու։ Եթե մասնագիտական կարևոր խմբեր կլինեն այնտեղ, պրոֆեսիոնալիզմ կլինի, մարդիկ կլինեն, ովքեր որևէ ձևով, որևէ հարցով չեն արատավորել իրենց ճանապարհը։ Դաշինքում արդեն 3 քաղաքական ուժ կա Ուժեղ Հայաստանը եւ նոր դարաշրջան եւ միավորված հայեր։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս շրջանակը կարող են լայնվել եւ հետագա 3-րդ, 4-րդ, 5-րդ։ Մենք բաց ենք նոր գործընկերների հետ համագործակցելու առաջ։ Մի գործընկերը ֆինանսական աշխարհի ներկայացուցիչ է, մյուս գործընկերը իրավաբանական աշխարհի ներկայացուցիչ է։ Այ մի փոքր կներկայացնեք այդ ուժերին, որովհետև նոր են կազմավորվել եւ հասարակությանը ըստ էության այդքան էլ հայտնի չեն։ Պարոն Սարգսյանը հայտնի աուդիտոր է, հայտնի ֆինանսական աշխարհի համար բավական լավ ճանաչված մարդ, մասնագիտական մեծ պոտենցիալով լավ թիմ ունի։ Պարոն Հարությունյանը իրավաբանական մեծ թիմերի մասնիկ է եւ նաեւ կան նաեւ շատ իրավաբաններ նոր դարաշրջանում։ Մենք տեսնում ենք, որ մասնագիտական առումով իրենք կարող են փոխլերացնել եւ օգնել մեզ, բերել են փոփոխությունները, որ մենք տեսնում ենք մեր երկրի համար։ Ես փորձեցի պրպտել եւ հարցվեց, որ միավորված հայեր անվանումով կուսակցություն նաեւ 2000-ականներին է եղել եւ այնտեղ ղեկավար եղել Ռուբեն Ավակյան, եթե չեմ սխալվում, որը նաև մասնակցել է 2003-ի նախագահական ընտրություններին 0.45% հավաքել եւ այլն եւ այլն։ Ուզում եմ հասկանալ այս կուսակցությունը այդ կուսակցության նույն անվանումով կուսակցության հետ կապ չունի։ Պարոն Սարգսյանի եւ իր թիմի հետ է մեր դաշինքը, պարոն Սարգսյանը նոր գործիչ է, Նայիրի Սարգսյանը նոր գործիչ է, նոր մոտեցումներով։ Պարզապես համընկնում է, հա։ Հնարավոր է կա ինչ-որ կուսակցական ժառանգականություն կլինի, բայց մենք նոր երիտասարդ թիմի հետ ենք առաջ գնում։ Նաև այսպիսի տրամաբանություն կա, որը ըստիս ընդունելի է լիովին, որ փորձ է արվում միավորել մի քանի քաղաքական ուժեր, ոչ այդքան հայտնի, որոնք հետագայում գուցե եթե մասնակցեին ընտրություններին առանձին ձայների փոշիացում տեղի կունենար։ Դե պարզ է, ամենը ինչ որ փոքր մասնիկ ձայների կտանի եւ ընդհանուր առմամբ իսկ այսպես կարելի ավելի այսպես միասնական հանդես գալով ավելի շատ ձայներ վերջնարդյունքում ունենալ։ Փոշիացման դեմ պայքարը դա հանդիմության հիմնական գործողություններից մեկը պետք է լինի, այն ուժերը, որոնք վստահ չեն, որ պետք է անցնեն, որ կանցնեն, պետք է մեր կարծիքով պետք է ձեռնպահ մնա մասնակցությունից, որպես հնարավորություն տան, որ երկում փոփոխություններ տեղ ունենա, որ երկում այս իշխանությունը էլ չլինի իշխանության։ Ինչ վերաբերվում է թիմերին, կան շատ պոտենցիալով հայեր քաղաքական դաշտում էլ, ում հնարավորություն չի տրվել իրացնել իրենց պոտենցիալը։ Մենք այդ հնարավորությունը տալու ենք։ Բարձ է, տեսեք դուք նշեցիք, որ բաց եք բոլորի համար, որովհետև տեսեք խոսակցություններ կային, որ ՀԱԿ օրինակ կարող է միավորվել կամ Լուսավոր Հայաստանը, բայց որոնք կառավարման փորձ ունեն, որոնք այսպես ասենք նախկիններից են։ Մենք տեսնում ենք, որ նոր ուժերի հետ կուզենանք համագործակցենք, այն ուժերի հետ, որոնք
նոր մշակույթ են բերում Հայաստան։ Այսինքն եթե ՀԱԿ-ը ցանկություն հայտնի ձեր հետ միավորվելու, ձեզ հետ միավորվելու, ձեռնպակը մնամ որևէ այդ առումով կարծիք հայտնելուց, բայց մենք մեծ ցանկություն կունենանք նոր ուժերի հետ, նոր պոտենցիալով, բարձր ինտելեկտով, բարձր պրոֆեսիոնալիզմով ուժերի հետ համագործակցել։ Հնարավոր է ինչ որ առումով մարդիկ դեռ հասարակության համար լայն ճանաչում չունենան, բայց կարևոր է ունենան պրոֆեսիոնալիզմ, ունենան մասնագիտական ճանաչում, ունենան մաքուր ձեռքեր։ Բայց մյուս կողմից որոշակի այսպես վտանգ չկա, որովհետև նորը նաև ճանաչելի չէ մարդիկ։ Ճիշտ է նորը, բայց շատերը չեն ճանաչում, ասում են հիմա ում վստահ ենք երկիրը։ Մենք պետք է նույն ազգանունների շղթայից դուրս գանք։ Եթե մենք մնացինք նույն ազգանունների շղթայում, հասկանալի։ Արդեն բերքը ծառի տեսել ենք։ Բոլոր ծառերի բերքերը տեսել ենք։ Հիմա շատ հաճախ դուք նշում եք, որ կամ Փաշինյանին կամ Կարապետյանին, հա, նո տարբեր ձևակերպումներով, բայց այդ երկու ազգանուններն եք տալիս, այսինքն ժողովուրդը վերջում պետք է կողմնորոշվի կամ այս մի տեխնացուին կամ այն մի տեխնացուին։ Արդյոք մյուսներին, նո այսպես ասենք, չեք թերագնահատում։ Օրինակ երկրորդ նախագահին։ Թերագնահատելու խնդիր չկա։ Չէ՞ որ ասում եք կամ նա, կամ նա, այլընտրանք կարծես թե չկա։ Հասարակական մոտեցման։ Ես արտահայտում եմ մեր հասարակության մոտեցումը։ Ես արտահայտում եմ բոլոր հարցումներով եղած, թե իշխանական, թե ընդդիմադիր հարցումներով եղած հասարակական մոտեցումը։ Ինչու՞մ է կայանում այդ մոտեցումը, որ Հայաստանում փոփոխություններ կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը։ Հայաստան ունի երկու այլընտրանք։ Կամ եւս շարունակում է Փաշինյանի հետ այս խեղճացած եւ ամեն օր նոր անակնկալներով լի ժամանակաշրջանը, կամ ընտրում է ուժեղ նոր տնտեսական ղեկավար, որը մեր երկիրը կանի աղքատությունից, որը վերջապես կլուծի աշխատատեղերի հարցերը մեր երկրում, կկենտրոնանա մարդկանց խնդիրների վրա, մարդկանց անձնական, ընտանեկան հարցերը լուծելու, տնտեսական հարցերը լուծելու վրա, ոչ թե ամբողջ օրը քաղաքական հակադրություններով մեր երկրին նոր հետաքրքիր ուղղակի կոնտենտ կտա մեր քաղաքական դաշտին, բայց որևէ մարդկանց համար օգտակար բան չի ապահովի։ Այդ իսկ պատճառով մեր հասարակությունը երկու այլընտրանք ունի՝ Փաշինյան կամ Կարապետյան։ Հասկանալի է։ Եվ նաև ասում եք, որ կբերի Սամվել Կարապետյանի կուսակցությունը երաշխավորված խաղաղություն։ Վստահաբար եք ասում, որտեղից այդ վստահությունը, որովհետև հիմա նույնիսկ գերհզոր երկրները վստահաբար խաղաղության մասին չեն կարող ասել։ Տեսեք Միացյալ Էմիրությունները կներեք հզորագույն երկիր է, բայց ուզի ներքաշվել է պատերազմական գործողությունների մեջ։ Տեսեք, շատ կարևոր է ձեր պնդումը հիմնավորում է այն, ինչ մենք ենք ասում։ Ինչու ենք մենք ասում, պետք է մեկից ավելի երաշխավոր Հայաստանի, որպեսզի հիշեցնեմ մեր հայրենակիցներին, Փաշինյանը ասում է մեզ երաշխավոր պետք չի, մեզ պետք է ուղղակի տրիփով ունենք ՎԿ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ով երաշխիք չի տալիս, ուղղակի ՎԿ է, մեզ ոչ մի երաշխավոր պետք չի, Ադրբեջանի հետ հարաբերությունները մենք ինքներս կկարգավորենք։ Ադրբեջանը լինելով ուժեղ այսօր արդեն ուժեղացած երկիր, Փաշինյանի կառավարման սկզբում Ադրբեջանի Հայաստանի միջև ռազմական տարբերությունը 2.5 անգամ էր, այսօր արդեն 8 անգամ է։ Ու լինելով ինչն է մեր առհավատչան, որ մենք ունենանք երաշխիքներ երկարատև խաղաղության, եթե Ադրբեջանի ղեկավարությունը մի օր որոշի նոր պահանջներ դեմ տա, նոր նկրտումներ ունենա, Հայաստան որոշակի ազգային փոքրամասնություն տեղափոխելու նկրտում ունենա, մեզ պետք է երաշխավոր եւ խնդրում եմ մեր հայրենակիցները ֆիքսեն մեկից ավել երաշխավոր, որpիսի կարողանանք, երբ որ հարևան երկիրը փորձի իրավական առումով ինչ-որ շեմ անցնել, մենք կարողանանք երաշխավորներով զսպենք։ Դա միջազգային դիվանագիտական գործիքակազմ է, բոլոր երկրները կիրառում են ու լավ աշխատում է աշխարհի բոլոր երկրներում։ Ես զարմանում եմ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը որևէ նկրտում չունի Հայաստանի վրա, որևէ խաղաղության է գնում, ինչու՞ չի ուզում երաշխավորներ։ Եթե հավանաբար հստակ պատկերացնում եք, ովքեր կարող են լինել այդ երաշխավորները եւ ովքեր երաշխավորները կարող են լինել այն երկրները, ովքեր հետաքրքրված են արևելք, արևմուտք, առևտրով, հյուսիս, հարավ առևտրով։ Կարող ենք այդ երկրները անուններով նշել։ Այս պահին քաղաքական մինչև նախաբանակցային process-ները կարող է օգտակար չլինել ամեն երկրի
անունը նշել, բայց կարող եմ վստահությամբ ասել, որ տարածաշրջանային մի շարք երկրներ պատրաստ կլինեն երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու Հայաստանում երկարատև խաղաղությունը։ Ինչու ենք ասում մի շարք երկրներ, չենք ասում մեկ, որովհետև երբ որ մեկ երկրի վրա ենք հույս դնում, ունենում ենք այնինչ շատ երկրներ եւ մենք ունեցել ենք։ Այդ երկիրը ունենում է ուրիշ առաջնահերթություն եւ կորցնում է հետաքրքրությունը Հայաստանի տարածաշրջանի նկատմամբ։ Երբ ասում ենք մեկից ավել երաշխավոր, մենք ասում ենք, որ եթե այս երաշխավորի հետ կապված խնդիր ունեցանք, մյուս երաշխավորը կկարողանա պաշտպանել հայկական ու խաղաղության շահերը ու նաև պաշտպանելով խաղաղության շահերը տարածաշրջանում կկարողանա պաշտպանի առևտրային իր համար ամենաանվտանգ Չինաստանից Եվրոպա առևտրային ուղին, հյուսիսից հարավ առևտրային ուղին։ Պարզ է, եթե ես ձեր փոխարեն այս հարցին ուղիղ պատասխանեմ, կարող եմ ասել, որ այդ շատ այսպես նախնական ծրագրերի ենթադրությունների մեջ առաջինը կարող է լինել հենց Ռուսաստանի Դաշնությունը։ Առաջնային հետաքրքրություն ներկայացրել է մեր սահմանակից երկրներից մեկը։ Մենք գիտենք, որ սահմանակից Հայաստանի սահմանակից երկրներից մեկը որ այժմ պատերազմի հայտարարել է, որ հետաքրքրված է Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։ Բայց քանի որ այս պահին կա բանակցային process-ների հետ կապված դեռ process-ներ պետք է տեղի ունենան, ես կուզենայի ձեռնպահ մնալ, բայց կարող եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մեկից ավել երաշխավորը հնարավոր է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ աշխատանքը պետք է լինի կարգավիճակը վկայի կարգավիճակից բարձրացնել, հասցնել երաշխավորի կարգավիճակի։ Եվ տարածաշրջանային երկրները, եթե ցանկություն ունենալու են Հայաստանի եւ ընդհանրապես Հարավային Կովկասում ունենալ դեր, բալանսավորող դեր, նրանք էլ պետք է իմ կարծիքով իրենց շահները լինելու աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականության ամրապնդմամբ։ Երաշխավորված խաղաղությամբ երկարաժամկետ, որ մենք մի հատ թղթի հույսին չլինենք Ադրբեջանի նախագահի հետ, այլ լինենք երկարաժամկետ խաղաղության եւ միջազգային հատուկ կառույցների երաշխավորության հույսին նաեւ։ Դիվանագիտությունն է, որ կանխարգելում է պատերազմը, բայց միջազգային դիվանագիտությունն է, որ ապահովում է խաղաղություն, երկարաժամկետ խաղաղություն, որ հետո մեր երկրի վարչապետը, եթե իր ասած ճանապարհով գնանք, առանց երաշխիքների ստորագրենք, մի օր էլ կարող է ասի սխալվել եմ էլի։ Մենք չենք ուզում մի հոգու հույսին լինենք, երկու հոգու հույսին լինենք, մենք մեր երեխաների ապագան այս երկրում պատկերացնում ենք միջազգային հատուկ հավասարակշռությունների մեխանիզմների շրջանակներում։ Պարոն Կարապետյան, թրիպի ծրագրի հետ կապված ապագա տեսնում եք Հայաստանի համար։ Այո, ցանկալի կլինի իհարկե իրանական այս process-ների ավարտից հետո քննարկում ավելի խորացնել։ Այս պարագայում հիմա իհարկե խնդրահարույց է, որովհետև գիտեք, որ ճանապարհը մոտ Իրանի սահմանից 20 մետրի վրա է հեռավորությունը եւ երկարաժամկետ մենք հույս ունենք, որ մեր բարեկամ եղբայրական երկիրը դուրս կգա պատերազմական վիճակից, մեր բարեկամ Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս կգան այս վիճակից եւ դուր կբացվի երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում նաեւ իրենց ձևաչափերով։ Իսկ հնարավոր է ձեր այդ պատկերացրած երաշխավոր երկրների պարագայում հենց թրիպի ծրագիրը, ինչու եմ երկրորդ անգամ օրինակ բերում այդ ծրագիրը, որովհետև կարծես թե բավականին այսպես հեռանկարային է գոնե այսօր թվում։ Հնարավոր է այդ դեպքում հարցականի տակ հայտնվի այդ ծրագիրը։ Հայկական կողմը ընդունելու է նոր կառավարությունը ընդունելու է Հայաստանի մինչև այս ստորագրված փաստաթղթերը։ Մենք Փաշինյանի պես զրոական կետից չենք սկսելու։ Զրոական կետից սկսելը բերեց 20 թվականի 44 օրյային։ Մենք զրոական կետից չենք սկսելու, մենք փորձ ունեցող աշխարհի լավագույն մասնագետներին միջազգային հարաբերությունների ներգրավելու ենք, որպեսզի Հայաստանը դուրս գա երկարաժամկետ խաղաղության process-ի վրա։ Երեկվանից Հայաստանի քաղաքական դաշտում շատ ակտիվ քննարկվում է Վլադիմիր Պուտինի այն խոսքը, երբ նա նշեց, որ Հայաստանում պրոռուսական քաղաքական ուժեր կան եւ ցանկալի կլինի ռուսական կողմի համար, որ այդ քաղաքական ուժերը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններում մասնակցություն ունենան ու նկատի ուներ նաեւ հասկանալի է նախընտրական եւ ընտրական գործընթացները։ Կարծես թե այսքան բաց Ռուսաստանի նախագահ հայկական Հայաստանի ընտրությունների կամ ներքաղաքական զարգացումների մասին չէր խոսել։ Ինչ էր սա ըստ ձեզ։ Իմ կարծիքով կա անվտանգային մտավախություններ տարածաշրջանի մեծ տերությունների մեջ, որ ոչ թե պրո, այլ հակա, օրինակ ռուսական ուժեր Հայաստանում չլինեն իշխանության։ Հակա իրանական ուժեր չլինեն Հայաստանում իշխանության։ Դա կբերի երկարաժամկետ Հայաստանի եւ հարևան երկրների միջև հարաբերությունների վատթարացումը։ Այսօր մենք տեսնում ենք, որ իշխանական ամբողջ վերնախավը
թեզեր է տարածում հակա տարածաշրջանային երկրների։ Ես չգիտեմ ինչ հույսով է այդ թեզերը տարածում։ Մենք չենք գտնվում Բալկաններում, մենք չենք գտնվում կենտրոնական Եվրոպայում, մենք Բելգիա չենք։ Բոլոր падգամավորները, բոլոր նախարարները տարածում են հակա տարածաշրջանային երկրների թեզեր։ Ամենակարևոր բանը տարածաշրջանային երկրների շահը Հայաստանի հետ կապված այն է, որ չունենան իրենց հակա ուժ այստեղ։ Իսկ մենք կարող ենք ասել, որ Հայաստանի շահն էլ չէ ունենալ որևէ տարածաշրջանի երկրի հետ հակադրություն։ Առավել եւս այն երկրների հետ, ում հետ մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք եւ ունենալու ենք ավելի լավ հարաբերություններ թե հյուսիս, թե հարավ, հարավային գործընկերոջ հետ էլ։ Պարոն Կարապետյան, ենթադրենք այսպես իրավիճակ, երբ խորհրդարան են անցնում, ենթադրենք 4 քաղաքական ուժեր եւ պետք է հասկանալի է իշխանական ուժին ձայներ չեք տա, բայց պատրաստ եք մյուս քաղաքական ուժերից որևէ մեկին ձայներ տալ վարչապետ ընտրելու իմաստով։ Այս պայծրությամբ բոլոր հարցումներով, հասարակության վերաբերմունքով մեր ուժը այն առաջնային ուժն է, որը հանդես է գալիս Փաշինյանին փոխելու հիմնական մրցավազքում որպես ֆավորիտ։ Հանկարծ ինչ-որ բան չստացվեց ձեր հաշվարկներում եւ իմ հարցը դարձավ տեղի։ Այդ դեպքում դուք պատրաստ եք մեկ այլ ուժի ձեր ձայները տալ վարչապետ ընտրելու համար։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ գնա այնպես, որ մեր հասարակության 70-75%-ի հույսերը արդարացվեն։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ մտածել, որ մենք պետք է չարդարացնենք մարդկանց հույսերը։ Երկրորդ, մեր 100 հազարավոր մարդիկ տեսնում են Սամվել Կարապետյանին որպես երկրի ապագա առաջնորդ, քանի որ ցանկություն ունեն վերջապես դուրս գան կայուն զարգացման ճանապարհին։ Ինչպես եք դուք կարծում, այդ դեպքում մենք իրավունք ունենք վստահությունը մարդկանց հարցականի տակ դնել։ Իհարկե չունենք, առավել եւս որ մինչև հիմա մեր ամբողջ կենսագործունեության ընթացքում որևէ պահ չի եղել, որ մեր հասարակության, մեր հայրենակիցների հույսերը չարդարացնենք մենք, ու չի լինելու։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ձայներ չեք տալու այլ քաղաքական։ Ձայներ տալու ենք Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի առաջնորդ, որպես առաջնորդ, որը Հայաստանը փոխելու է վերջապես։ Սամվել Կարապետյան եւ վերջ։ Շնորհակալություն։ Վերջին այդ սկանդալային ձայնագրությունների հետ կապված նույն ձեզ մեղադրում են կաշառք բաժանելու եւ երկիրը դեպի 90-ականները տանելու սրա մասին ինչ կասեք։ Այսպես ասեմ, աշխարհի ամենախելացի մարդը պետք է չլինի մարդ, ով Փաշինյանի կառավարության ժամանակ կարող է Փաշինյանը, երբ որ դու բանել չես անում, իր ամբողջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այնպիսի պատմությունները քո շուրջը հյուսում, որ առանց բան անելու ոչ մեկ Հայաստանում չի գնա այդ քայլին, ոչ մի առողջ ուժ Հայաստանում այդ քայլին չի գնա, կգնա միայն հնարավոր է իշխանականները թող մտածեն, չգնան մարդկանց տանիքներ, ավարտեմ երևի, տանիքներ վերանորոգեն, չգնան մարդկանց տանիքներ վերանորոգեն, պաշտոններ խոսք տան, որպեսզի երկարացնեն իրենց անհաջող պաշտոնավարումը։ Մի փոքր էլ հիմա տնտեսականից խոսենք, բայց ես հիշեցի ձեր վերջին հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարում եք, որ ԿՊ-ին 2 պաշտոն եք տալու, ճանապարհաշինության պաշտոն, հենց այդպես էլ ձևակերպել եք, որովհետև լավ են ասֆալտում, ասֆալտ լավ են փռում։ Հիմա ես ճիշտն ասած չհասկացա, այստեղ կատակ էր, հումոր, գուցե հեգնանք, թե իրական խոստում է։ Տեսեք, մեր երկիրը ամբողջ նախորդ 8 տարվա ընթացքում վերցրել է $7 միլիարդ վարկ։ Մեր երկրի քաղաքացիները ամեն քաղաքացու հաշվարկով վարկերը 4 անգամ ավելացել են։ Ու այդ ամեն ինչի արդյունքում մի հատ մեծ գործարան, մի հատ մեծ ընկերություն մեր երկրում չի ստեղծվելու։ 8 տարվա ընթացքում։ Եվ միակ արդյունքը, որ ապահովել են, ասել են, որ ինչ որտեղ ճանապարհ են սարքել։ $7 միլիարդ վարկ վերցնելուց հետո, որը կբավարարեր Հայաստանի ամբողջ տարածքը ամբողջությամբ։ Այսինքն կատակ էր, պաշտոն ԿՊ-ին չեք տալու։ Լավ, հասկացա։ Եվ մի փոքր էլ տնտեսական մասին անդրադառնանք, նույն տեսեք ասում եք 300,000 աշխատատեղ, ասում են միֆ է, ԿՊ-ականները կամ այսօրվա իշխանավորները նաև ասում են, որ իրենք առանց խոստումի դա արել են, որովհետև իրենց պաշտոնավարման տարիներին 300,000-ով, չէ, գուցե արածից հետո արդեն միֆ կլինի նորից անել։ Կներեք, դուք ծնունդը որտեղից եք։ Գյումրեցի եմ։ Գյումրի մեջից եք, թե կողքի համայնքներից։ Չէ, հենց Գյումրիում եմ ապրում, այնտեղ եմ ծնվել, բայց կարծում եմ շատ կապ չունի։ Կողքի համայնքներում, երբ դուք գնում եք, բոլորը աշխատանք ունեն։
Ես միանշանակ չեմ կարող ասել, բայց իհարկե ունեն, շատ մարդիկ ունեն Իսկ բոլորը զբաղվածություն ունեն, Ախուրյան հարցումներով ամայնք չեմ որ գնում եք, զբաղվածություն բոլոր ունեն, արդիկ որ գնում եք, արդիկի գյուղեր։ Այդ մարդիկ զբաղված են, որովհետև իրանք չգիտեն, որ ԿՊ-ն ասում է, որ իրանք գործի խնդիր չունեն։ Այդպես կատեգորիկ կարծում եմ չի կարելի ասել։ Ասեք մեր հայրենակիցներին, որ ԿՊ-ն ասում է, որ ամբողջ աշխարհում է ցանկացած Ամերիկայի Միացյալ Նահանգներից որ համայնքի այցելեք, բոլորը չունեն աշխատանք, ես։ դուք ապրում եք մի համայնքում, մի մարզում, որի երեխաների 50%-ը ապրում է աղքատության մեջ, բնակչության 40%-ը ապրում է աղքատության մեջ։ Ամբողջ Շիրակի հյուսիսը Եվ դրա մեղքը բոլոր նաև նախկին իշխանությունների։ բոլոր նախկին, դրա մեղքը բոլոր նախկին, բոլոր ներկա, ոչ տնտեսական լիդերներին է։ Երկրում տնտեսական լիդերների բացակայությունը բերել է դրան։ Դուք ապրում եք Հայաստանի ամենաաղքատ մարզում, մասսական գործազրկության մեջ, դուք ոնց եք պատասխանում ԿՊ-ի պաշտոնյաների հարցին, Հայաստանում գործազրկության խնդիր կա թե չէ, իրենք մեզ ասում են գործազրկության խնդիր չկա։ Անգամ պաշտոնյաներից մեկը բաներ արել, ինչ որ նամակ էր գրել, որ տեսեք մարդիկ աշխատատեղ կա, մարդիկ չեն գալի աշխատելու։ Հայաստանի բոլոր գյուղերում ամբողջ գյուղը պարապ է։ Արթիկում, Ախուրյանում, ձեր հենց բնակատեղից 5 կիլոմետր հեռավորության վրա ամբողջ գյուղը 70%-ը տղամարդկանց կամ խոպանի հույսին է, կամ սեզոնային աշխատանքի։ Ինչպես կարելի է չճանաչել սեփական երկիրը կամ փորձել խաբել։ Խոպան Տարեկան, որպեսզի հասկանաք, 3 միլիոնանոց մեր երկրում աշխատում է ընդամենը գրանցված 800,000 մարդ, որից մասնավորում 600,000։ Նորմալ, եթե բնական զարգացող երկիր պետք է լինի, պետք է գոնե բնակչության կեսը աշխատեն։ Մեր երկրում 3 միլիոն մարդու մեջ աշխատում է մասնավորում 600,000 մարդ։ Ինչպես ենք մենք ապահովելու բարձր թոշակներ, պետք է այդ մարդկանց աշխատանքի տեղավորենք, որ այդ մարդիկ եկամտահարկ վճարեն, որ վերջապես թոշակառուներն հնարավորություն ունենանք նորմալ թոշակ վճարենք։ Այն մարդիկ, ով ասում են, որ Հայաստանում աշխատատեղի խնդիր չկա, իրենք, գիտեք, չեն պատկերացնում մեր հայրենիքի իրական վիճակը, իրենք պատկերացնում են իրենց շրջապատին, բոլորին, որ պաշտոններ են բաժանել եւ պարգևավճարներ են տալիս։ Մենակ այդ ձևաչափն են տեսնում։ Ինչ վերաբերում է յուրաքանչյուր նախորդ կառավարություն, տնտեսական գործի բացակայությունն է բերել այսօրվան։ Մեզ պետք է վերջապես գործիչ, ով ձեռները կքաշի ու կզբաղվի տնտեսության զարգացմամբ։ Դա կարծում եմ այլ բավականին ծավալուն թեմա է, որի մասին զրուցելու ժամանակ իհարկե դեռ կունենանք, նախընտրական ամբողջ շրջանը հարցվում է, այսօրվա համար շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Այսքան հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։